Ինչպես տնային կալանքի տակ գտնվողը կրակեց ու մարդ սպանվեց, եւ նախաքննական մարմինը նրա նկատմամբ քրեական հետապնդումը սպանության եւ սպանության փորձի մասով դադարեցրեց, անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված լինելու հիմքով։ Ինչ է կատարվում արդարադատության համակարգում։ 2025 թվականի սեպտեմբեր Երևանում փոխհրաձգություն էր տեղ ունեցել։ Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։ Հայտնել էինք, որ 2 անձ աստիճանը դրել էին Ռոստովյան 17 շենքի մուտքի մոտ եւ փորձել էին մտնել շենքի բնակիչներից մեկի տուն սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվող Արման Ախոյանի բնակարան։ Արդյունքում սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվող Ախոյանը, զգալով, որ իր բնակարանի շուրջ տարօրինակ ձայներ են լսվում, գտնվելով տնային կալանքի տակ, վերցրել էր զենքը եւ կրակել պատշգամբ հասած ու իր տանուղությամբ զենք պահած անձանց ուղղությամբ։ Սկսվել էր փոխհրաձգություն, ինչի արդյունքում էլ մեկ անձ, որը պատշգամբից կրակել էր տնային կալանքի տակ գտնվող Ախոյանի ուղղությամբ, սպանվել էր։ Իսկ ինչու էին ցանկանում սպանել տնային կալանքի տակ գտնվող Ախոյանին, ինչ հին վրեժխնդրության հարց կար։ 2025 թվականի ապրիլի 14-ին ժամը 16:15-ից սահմաններում Մուրացան փողոցում կրակոցներ էին հնչել։ Ձախ ծնկահոդի վիավորում ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Հրաչյա Ստեփանի Հախվերդյանը։ Ավելի ուշ պարզվել էր, որ Հախվերդյանին Ռոստովյան փողոցի 13-րդ հասցեի դիմաց հրազենային վնասվածք էր պատճառել Արման Ախոյանը, որին սպանության փորձի համար մեղադրանք էր առաջադրվել եւ խափանմամիջոց էր ընտրվել տնային կալանքը։ Դատելով իրավիճակից երկու կողմերի միջև դեռևս այս կրակոցից առաջ խմորումները շատ են եղել։ Հնչել էր կրակոցը ու գործը հասել էր դատարանին։ Սակայն վիավորում ստացած անձն ու նրա մտերիմ շրջապատը գոհ չէին մնացել իրավապահ համակարգի գործողություններից եւ չսպասելով քննության վերջնական որոշմանը, Արման Ախոյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի վերջնական վճռին գնում են նրան սպանելու։ Արդյունքում Ախոյանը, զգալով, որ իր բնակարանի շուրջ տարօրինակ ձայներ են լսվում, գտնվելով տնային կալանքի տակ, վերցրել էր զենքը եւ կրակել պատշգամբ հասած ու իր տանուղությամբ զենք պահած անձանց ուղղությամբ։ Սկսվել էր փոխհրաձգություն, ինչի արդյունքում էլ մեկ անձ, որը պատշգամբից կրակել էր տնային կալանքի տակ գտնվող Ախոյանի ուղղությամբ, մահացել էր։ Եվ ահա, տպավորությունն այնպիսին էր, որ ըստ էության եւ Ախոյանը, եւ վերջինիս պատշգամբ հասած անձիկ պետք է կանգնեն օրենքի առաջ։ Սակայն երեք փաստաբան Գեորգի Մելիքյանը ուշագրավ մանրամասներ էր հայտնել։ Մասնավորապես, թիվ 128 43 625 քրեական վարույթով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Աղա Ղազարյանի միջնորդությունը բավարարել մեղադյալ Արման Ախոյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի առաջին մասի կետով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի առաջին մասով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով հարուցված հանրային քրեական հետապնդման մասին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի առաջին մասով հետապնդումը դադարեցնել, քանի որ առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք, բացառությամբ անմեղսունակությամբ։ Մեղադյալ Արման Ախոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված 3 միլիոն ՀՀ դրամ գրավը եւ բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, որոշման պատճենն ուղարկել վարույթ իրականացնող մարմնին։ Եվ ահա, փաստաբան Գեորգի Մելիքյանը այս որոշումը հարայնացնելով նշել էր. նախաքննական արդարադատություն։ Պաշտպանյալիս նկատմամբ քրեական հետապնդում սպանության եւ սպանության փորձի մասով դադարեցվեց անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված լինելու հիմքով։ Խորին հարգանքս քննչական խմբին եւ դատախազին։ Ասել է, թե տնային կալանքի տակ գտնվողին ցանկացան սպանել։ Նա կրակեց ու մարդ սպանվեց եւ պատասխանատվությունից ազատվեց անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված լինելու հիմքով։